Հարգելի Տիկին Ջոլհակյան, հարգելի գործընկերներ, Արդարադատության նախարարությանը 2025 թվականին պետական բյուջեից տրամադրվել է 24.9 միլիարդ ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 99%։ Կապիտալ բնույթի ծախսերը կազմել են 1.3 միլիարդ դրամ կամ 5.2%, նախորդ տարվա համեմատ նախարարության ծախսերը ավելացել են 3%-ով կամ 726.5 միլիոն դրամով։ Ծախսերի ավելացումը հիմնականում պայմանավորված է քրեակատարողական ծառայություններ եւ արդարադատության ոլորտում քաղաքականության մշակում ծրագրերի համակարգում, խորհրդատվության եւ մոնիտորինգի իրականացում ծրագրերի ծախսերի աճով։ Հատկացված գումարի շրջանակներում նախարարությունը իրականացրել է 7 ծրագիր, 30 միջոցառում։ Արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման ծրագրերի համակարգման, խորհրդատվության եւ մոնիտորինգի իրականացման ծրագրի շրջանակներում 2025 թվականին օգտագործվել է 2.5 միլիարդ դրամ, 99.7%-ով ապահովելով ծրագրված ցուցանիշը։ Օգտագործված միջոցների հիմնական մասը շուրջ 2.1 միլիարդ դրամ ուղղվել է արդարադատության ոլորտում քաղաքականության խորհրդատվության մոնիտորինգի գնման եւ աջակցության իրականացում միջոցառմանը, որի կատարողականը կազմել է 99.8%։ Ծրագրի շրջանակում ապահովել է ռազմավարությունից բխող շուրջ 487 իրավական ակտերի նախագծերի մշակում, հանրային քննարկումների կազմակերպում, 4782 պետական փորձագիտական եզրակացությունների տրամադրում։ Թվերից գործունեության արդյունքներին անցնելով հարկ է նշել, որ անցած տարին մեզ համար եղել է խորքային բարեփոխումների տարի։ Մենք շարունակել ենք առաջնորդվել սահմանադրական բարեփոխումների գործընթացը, անցկացնելով սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստեր։ Առանձնակի կարևորում եմ նաև դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման ուղղված մեր քայլերը։ Մասնավորապես ընդունվել են մի շարք օրենսդրական փաթեթներ, որոնցով սահմանվում է քաղաքացիական եւ վարչական գործերի քննության հստակ 6-ամսյա ժամկետ, որը կարող է երկարաձգվել միայն դատարանի պատճառաբանված որոշմամբ, երկարաձգման հիմքում դրված պատճառները շարադրելու եւ ըստ այդմ գործին մասնակցող անձանց համար բացահայտելու եղանակով։ Ընդ որում երկարաձգման ժամկետներն ու կարգը սահմանվել են օրենքով։ Այս ժամկետը կարող է երկարաձգվել 2 անգամ քաղաքացիական գործերով յուրաքանչյուր դեպքում մինչև 3 ամիս, իսկ վարչական գործերով մինչև 6 ամիս ժամկետով։ Միաժամանակ քաղաքացիական եւ վարչական գործերով նախատեսվել են դատավորի փոփոխության դեպքում գործի քննության ընդհատման պահից շարունակելու եւ նախկինում օրենքով սահմանված կարգով հետազոտված ապացույցները նոր դատավորի կողմից հետազոտված համարելու դատավարական ճկուն մեխանիզմներ, որոնք նույնպես միտված են գործի քննության ժամկետները կրճատելուն եւ դատարանի կողմից կրկնակի գործողություններ կատարելը բացառելուն։ Խոսելով դատավարական ժամկետների մասին նշեմ, որ քննության հստակ ժամկետներ նաեւ նախատեսվել են վերաքննիչ վարչական դատարանում, վերաքննիչ բողոքների քննության մասով։ Նախատեսվել է բողոքի քննության 6-ամսյա ժամկետ, որը եւս կարող է երկարաձգվել 1 անգամ 6 ամիս ժամկետով։ Վերաքննիչ վարչական դատարանի համար սահմանվել է վարչական դատարանի դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու կարգավորում։ Վերաքննիչ բողոքի քննությունը կարող է իրականացվել դատական նիստում միայն դրա քննության արդյունավետության նկատառումներով, դատավարության մասնակցի հիմնավորված միջնորդության հիման վրա կամ դատարանի նախաձեռնությամբ։ Դատարանների ծանրաբեռնվածություն նվազեցնելու նպատակով սահմանափակվել է վարչական մարմինների կողմից մինչև 300.000 դրամ պահանջներով գործերի վերաքննիչ բողոքարկման իրավունքը, որն ինքնին կթեթևացնի վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը մոտ 20-ից 30%-ով։ 2025 թվականի հուլիսի 1-ից գործարկվել է ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտը եւ e-mediation.am էլեկտրոնային համակարգը, ինչի արդյունքում 2025 թվականի երկրորդ կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դատարանի վարույթ ընդունված ընտանեկան գործերի թիվը նվազել է շուրջ 57%-ով։ Ընդունվել է նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերությունների օրենսդրական եւ պրակտիկ մի շարք խնդիրների լուծմանը միտված փաթեթ, որով նախատեսվել են հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշումների հիմնավորվածության բարձրացման ուղղված կարգավորումներ, կատարելագործելով նշված որոշումների բովանդակության առաջարկ դրվող պահանջները, ապահովելով նման որոշումների կայացմանը հանրության մասնակցությունն ապահովող գործիքակազմ։ Կարևոր փոփոխություններից է նաև այն, որ ներդրել ենք ընդհանուր նոր մոտեցում, համաձայն որի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները իրենց ծանուցումներն այսօր կարող են իրականացնել էլեկտրոնային եղանակով, իսկ թղթային եղանակով ծանուցումը կարող է կիրառվել որպես երկրորդային միջոց այն դեպքերում, երբ անձը ծանուցումների
երբ անձը անհատական կարգով էլեկտրոնային եղանակով չի ծանուցվել։ Դեռևս 2017 թվականին սահմանված միակ բնակարանի իրացման համար պարտապանին վերադարձման ենթակա նվազագույն գումարը, որը կազմում է 4.9 միլիոն դրամ, վերանայվել է եւ սահմանվել է 7.8 միլիոն ՀՀ դրամ։ Կարևորագույն ուղղություններից մեկը արդարադատության ոլորտի թվայնացումն է։ Այս համատեքստում պետք է նշեմ, որ նախորդ տարի գործարկվել է վարչական դատավարության էլեկտրոնային հարթակը եւ այսօր հայցադիմումների 70 եւ ավել տոկոսը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով։ 2025 թվականին հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումները շարունակական բնույթ են կրել եւ իրականացված աշխատանքներն ամրագրվել են միջազգային մոնիթորինգային նախաձեռնությունների շրջանակներում կազմված զեկույցներում։ 2025 թվականին հաստատվել է Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների վերաբերյալ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի առաջընթացի զեկույցը։ Զեկույցով ներկայացված 9 կատարողական դաշտերից 6-ում Հայաստանի Հանրապետությունն էական առաջընթաց է գրանցել։ Հաշվետու ժամանակահատվածում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի կողմից Հայաստանի գնահատման 5-րդ փուլի զեկույցով ներկայացված 22 հանձնարարականների կատարման ուղղությամբ, 20 հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ Գրեկոյի քարտուղարությանը ներկայացվել իրավիճակային զեկույց։ Իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ հանրային իշխանության մարմիններում որոշակի ոլորտներում գործունեություն իրականացնող կամ պետական բյուջեից սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ ստացած պետական եւ համայնքային կազմակերպություններում։ Շարունակել ենք աշխատանքները պետական սեփականություն դարձող նվերների տնօրինման հետ կապված կարգավորումների, նվերների ընդունումից մինչև պետությանը փոխանցված նվերների տնօրինման գործընթացի հստակեցման ուղղությամբ։ Ընդունվել են նաև այլ կարևոր նախագծեր, որոնցով նախատեսվում է իրականացնել բարեվարկության վերաբերյալ ուսումնասիրություն կառավարության անդամների, վերջիններիս տեղակալների եւ խորհրդականների համար։ Մի շարք կարևոր պաշտոնների նշանակման եւ առաջխաղացման համար տրվող բարեվարկության վերաբերյալ եզրակացությունների եզրափակիչ մասի հրապարակում է նախատեսվել ապահովելով նշանակման առավել թափանցիկ եւ հաշվետվողական գործընթաց։ 2025 թվականի ընթացքում անց է կացվել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի 4 նիստ եւ իրականացվել է խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մրցույթ։ Իրականացվել են հանրային իրազեկվածության բարձրացման ուղղված մի շարք միջոցառումներ, այդ թվում թեմատիկ տեսահոլովակների տարածում, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ ոլորտային խնդիրների շուրջ հանրային բազմաթիվ քննարկումներ։ Նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության իրական շահառուների հայտարարման համակարգ ներկայացվել է շուրջ 53200 իրական շահառուի հայտարարագիր, իսկ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով 2025 թվականին գրանցվել է 600 ազդարարում, իսկ 2025 թվականի ապրիլին գրանցվել է ազդարարումների ամսական ամենաբարձր ցուցանիշը 75 ազդարարում։ Ծրագրի շրջանակում անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի կողմից 2025 թվականի ընթացքում տրվել է 1370 խորհրդատվություն, հարուցվել է 26 վարույթ, 53 ծանուցում ներառվել է մշակողների ռեեստր։ Քաղաքացիական կաթության ակտերի գրանցում ծրագրի շրջանակներում 2025 թվականին տրամադրվել է 156.4 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 100%։ 2024 թվականի համեմատ ծախսերի փոփոխություն չի եղել։ Հաշվետու տարում 1.9 միլիարդ դրամ ուղղվել է դատական եւ հանրային պաշտպանության ծրագրին, որը գրեթե ամբողջությամբ օգտագործվել է։ Նախորդ տարվա համեմատ ծրագրի գծով ծախսերը նվազել են 373.9 միլիոն դրամով կամ 16.7%-ով, ընդ որում ծախսերը նվազել են ծրագրի գրեթե բոլոր միջոցառումների գծով։ Հաշվետու ժամանակաշրջանում 856.2 միլիոն դրամն ուղղվել է փորձաքննությունների ծառայությունների տրամադրման միջոցառմանը, որի գծով ծախսերը 2024 թվականի համեմատ նվազել են 11.4%-ով կամ 109.8 միլիոն դրամով։ Միջոցառման շրջանակներում կատարվել է 13.346 փորձաքննություն, նախատեսված 12.825-ի եւ նախորդ տարվա 15.411-ի փոխարեն։ Պետական պատվերի շրջանակում իրականացվող փորձաքննությունների ծառայությունների մատուցող ծավալը եւ գումարն ուղիղ համեմատական կախվածություն ունեն ինչպես կատարված հանցագործությունների քանակի հետ, այնպես էլ
դրանց տեսակի հետ, ինչի պատճառով ծավալի ակնկալվող փոփոխությունը ամեն տարի հնարավոր չէ ճիշտ հաշվարկել։ 714.3 միլիոն դրամ ուղղվել է հանրային պաշտպանության ծառայություններին, որի գծով ծախսերը 2024 թվականի համեմատ նվազել են 4.4%-ով կամ 32.9 միլիոն դրամով։ Արբիտրաժի և հաշտարարության Հայաստանյան կենտրոն հիմնադրամի գործունեության աջակցության ծախսերը 2025 թվականին կազմել են 180 միլիոն դրամ և նախորդ տարվա համեմատ նվազել են 58.7%-ով 255.4 միլիոն դրամով։ Չնայած ծախսերի նվազմանը, արբիտրաժի և հաշտարարության Հայաստանյան կենտրոնը 2025 թվականին գրանցել է հաջողություններ արբիտրաժային գործերի քննության և հաշտարարության ոլորտներում, ապահովելով ինչպես միջազգային, այնպես էլ տեղական արբիտրաժային և հաշտարարության գործերի վարումը։ 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ կենտրոնը վարել է շուրջ 300 արբիտրաժային գործ, որոնցից մեկը միջազգային և ավելի քան 172 հաշտարարության գործ, որոնցից 15-ը միջազգային։ Քրեակատարական ծառայություններ ծրագրի ծախսերը հաշվետու տարում կազմել են շուրջ 15 միլիարդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 98.5%-ը։ Շեղումը հիմնականում արձանագրվել է քրեակատարական նոր հիմնարկի կառուցում և հետագա շահագործում և պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովում միջոցառումների ծախսերում։ Նախորդ տարվա համեմատ քրեակատարական ծառայություններ ծրագրի ծախսերը ավելացել են 1 միլիարդ դրամով կամ 7.2%-ով, ծրագրին կատարված հատկացումների գերակշիռ մասը 12.8 միլիարդ դրամն ուղղվել է քրեակատարական ծառայությունների միջոցառմանը, որի շրջանակներում իրականացվել է 2807 դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց վերահսկողություն, կալանավայրերում դատապարտյալների կացության ապահովում, դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնում և ուսուցում, կանխատեսված 3000-ի դիմաց։ Միջոցառման ծախսերը կատարվել են 99.9%-ով, իսկ նախորդ տարվա համեմատ աճել են 3.6%-ով կամ 450.7 միլիոն դրամով պայմանավորված ատեստավորման արդյունքում աշխատավարձերի բարձրացմամբ։ 2025 թվականին շարունակվել են քրեակատարական հիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղված աշխատանքները, հիմնարկներում բարելավել են դատապարտյալների պահելու պայմանները, Շարունակեք Տիկին Գալան։ Շնորհակալություն։ Վերանորոգվել է 157 օբյեկտ, խուծ, կացարան, աշխատասենյակ, լոգասենյակ, երկարատև և կարճատև տեսակցության սենյակ։ Դեկտեմբերի 31-ից դադարեցվել է դատապարտյալների հիվանդանոց քրեակատարական հիմնարկի գործունեությունը, հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲ ընկերությունում գործարկվել է բժշկական օգնության և սպասարկման բաժանմունք, որտեղ իրականացվում է հիմնարկներում պահվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նեղ մասնագիտական և որակյալ բժշկական սպասարկում։ Արմավիր քրեակատարական հիմնարկում նաև բացվել է քրեակատարական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի ժամանակակից բուժ սարքավորումներով համալրված կենտրոնը 95 մահճակալանոց ֆոնդով։ Սևան քրեակատարական հիմնարկում գործարկվել է զոդման տարածք, որտեղ դատապարտյալների կողմից պատրաստված ձգաձողերը, սեղանները, աթոռները բաշխվել են քրեակատարական հիմնարկներին։ Սևան, Վանաձոր և Արթիկ քրեակատարական հիմնարկներում վերանորոգվել և հիմնվել են զոդման և մետաղապլաստե դուռ պատուհանի արտադրության նոր արտադրամաս, դասասենյակներ, ձեռք են բերվել նոր սարքավորումներ։ Քրեակատարական ծառայության կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով տրամադրվել է 401.5 միլիոն դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 91.6%-ը։ Շեղումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 7 քրեակատարական հիմնարկների կարիքների համար տեսահսկողության համակարգի ձեռքբերման մատակարարման ժամկետը նախատեսված էր մինչև 2026 թվականի մարտի 15-ը, քրեակատարական ծառայության կողմից ձեռք են բերվել անվտանգության ռենտգեն զննման 1 սարք, սայլակների և ուղեբեռերի համար թույլ զոդավորված ռենտգենային ալիքներով սարքեր, նախատեսված զննության համար առանց շփման ոչ իոնացնող միկրոմիլիմետրային ալիքներով ակնթարթային սկաներներ, թաքնված իրերի ավտոմատ հայտնաբերման համար, ձեռքի ռենտգենային ստուգման 3 սարք, թաքստոցներում իրերի հայտնաբերման համար։ 444 ազատազրկված անձ ներգրաված է եղել աշխատանքային զբաղվածության մեջ։
Ազատազրկման ձևով պատիժ կրող եւ կալանավորված անձանց համար իրականացվել են կրթական ծրագրեր։ Այս նպատակով հատկացվել է 195 միլիոն դրամ։ Սովորելու իրավունքից օգտվել է մինչև 19 տարեկան 23 անձ, իսկ 19 տարեկանից բարձր 98 անձ։ Իրականացվել են դասընթացներ լեզուների, համակարգչային հմտությունների, արհեստագործության եւ այլ թեմաներով, որոնց մասնակցել է 256 անձ, որից 190-ը ավարտել է դասընթացները եւ ստացել հավաստագիր։ Ծառայության տրանսպորտային միջոցներով ապահովության բարելավման եւ անազատության մեջ պահվող անձանց փոխադրումներն իրականացնելու նպատակով տրամադրվել է 263.4 միլիոն դրամ, որն ուղղվել է 12 հատուկ նշանակության մեքենաների ձեռքբերմանը, որոնք ապահովված են վթարային ելքով, հովացման եւ ջեռուցման համակցված օդափոխության համակարգով, բռնակներով եւ ամրագոտիներով։ Տրամադրվել է դատապարտյալների նոր նմուշի հանդերձանքը, իսկ հիգիենայի պարագաները դատապարտյալներին տրամադրվել են շաբաթական կտրվածքով անհատական փաթեթավորմամբ։ Ծրագրի շրջանակներում պրոբացիայի ծառայությունների գծով ծախսերը 2025 թվականին կազմել են 896.2 միլիոն դրամ, 99.2%-ով ապահովելով ծրագրված ցուցանիշը եւ 16.7%-ով 128 միլիոն դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացմամբ եւ կատարողականի հիման վրա խրախուսմամբ։ Պրոբացիայի ծառայության շահառուների թվականակը 2025 թվականին կազմել է 20132, նախատեսված 11420-ի եւ նախորդ տարվա 13883-ի փոխարեն։ Շահառուների թվի աճը պայմանավորված է դատարանների կողմից կայացված դատական ակտերով։ Քրեակատարական հիմնարկներում վերասոցիալականացման եւ վերականգնողական ծրագրերի շրջանակներում կազմակերպվել է 445 միջոցառում, որոնց մասնակցել է 6720 ազատազրկված անձ։ Պրոբացիայի շահառուների համար վերասոցիալականացման եւ վերականգնողական ծրագրերի շրջանակներում իրականացվել է 238 մշակութային, կրթական, կրոնական, սպորտային եւ այլ միջոցառումներ, որոնց մասնակցել է 1806 շահառու, իսկ մասնագիտական վերապատրաստում անցել են 36 շահառու։ Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման եւ տեխնիկական հագեցվածության ապահովման միջոցառման շրջանակներում պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային միջոցներով հսկողություն կիրառելու նպատակով ձեռք են բերվել էլեկտրոնային հսկողության սարքեր եւ պրոբացիայի ծառայության անհրաժեշտ վարչական սարքավորումներ։ Միջոցառման շրջանակներում օգտագործվել է նախատեսված միջոցների 99.1%-ը 438.2 միլիոն դրամ։ Իրավական իրազեկման եւ տեղեկատվության ապահովում ծրագրին տրամադրվել է 1.3 միլիարդ դրամ, որը կատարվել է 99.9%-ով եւ նախորդ տարվա համեմատ էական փոփոխություն չի կրել։ Ծրագրի միջոցներից 377.6 միլիոն դրամն ուղղվել է հրատարակչական, տեղեկատվական եւ տպագրական ծառայությունների միջոցառմանը, որի շրջանակներում մատուցվել են ընդունված եւ ստորագրված իրավական ակտերի պաշտոնական հրատարակման, պետական վկայականների եւ ձևաթղթերի տպագրման ծառայություններ։ Միջոցառման շրջանակներում հրատարակված էլեկտրոնային էջերի քանակը կազմել է 78.470, arlis.am կայքում առկա իրավական ակտերի քանակը 202.000, կանխատեսված 183.000-ի փոխարեն։ 250.3 միլիոն դրամ ուղղվել է թարգմանչական ծառայությունների միջոցառմանը, որի շրջանակներում ապահովվել է ՀՀ, ԵԱՏՄ, ԵՄ իրավական ակտերի, ՀՀ ազգային զեկույցների, ՀՀ պետական մարմինների կողմից միջազգային կառույցներ ներկայացվող եւ այդ կառույցների կողմից ՀՀ մարմիններ ներկայացվող փաստաթղթերի, այլ պետությունների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների շրջանակներում դատական ակտերի եւ հարակից փաստաթղթերի, ՀՀ վերաբերյալ միեդ վճիռների եւ հանձնարարվող այլ առանցքային փաստաթղթերի թարգմանությունը։ Հաշվետու տարում միջոցառման շրջանակներում անգլերեն, ռուսերեն, հայերեն եւ այլ լեզուներով թարգմանված վերանայված խմբագրված սրբագրված նյութերի ծավալը կազմել է 24543 թարգմանչական էջ, նախատեսված 25544-ի փոխարեն։ Արխիվային ծառայությունների շրջանակներում ապահովել է արխիվային հավաքածուի պահպանությունը, համալրումը, հաշվառումը, թվայնացումը, հանրության կողմից արխիվային նյութերի օգտագործումը, որի գծով ծախսերը կազմել են 623.5 միլիոն դրամ։ Հարկադիր կատարման ծառայությունների ծրագրի շրջանակներում հաշվետու տարում օգտագործվել է 3.7 միլիարդ դրամ, ապահովելով 99.9% կատարողական, նախորդ տարվա համեմատ ծրագրի ծախսերը
էական փոփոխություններ չեն կրել։ Արդարադատության համակարգի աշխատակիցների վերապատրաստում եւ հատուկ ուսուցում ծրագրի գծով ծախսը կազմել է 442.7 միլիոն դրամ, կատարողականը 100%։ Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել եւ հատուկ ուսուցում են անցել 2250 ծառայող, վերապատրաստվել է 429 դատավոր, 325 դատախազ, 195 դատական կարգադրիչ։ Հարկ է նշել, որ 2025 թվականի նախարարության պատասխանությամբ գանձման ենթակա առանձին եկամուտների գծով բյուջե մուտքագրվել է 8.7 միլիարդ ԹՀ դրամ, նախատեսվածից 1.6 միլիարդ դրամով կամ 23%-ով ավել գումար։ Ընդ որում, նախարարության եւ ենթակա մարմինների կողմից գանձված պետդուրքերի գումարը կազմում է 865.6 միլիոն դրամ, որը գերազանցում է նախատեսված ցուցանիշը 9.2%-ով կամ 72.6 միլիոն դրամով։ Նշված գումարի 43.4%-ը կամ 375.5 միլիոն դրամը պետական ռեգիստրում պետական գրանցման եւ գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելու համար գանձված պետական դուրքի գծով է։ Այլ եկամուտների մասով պետական բյուջե մուտքագրվել է 7.8 միլիարդ դրամ, որը գերազանցում է նախատեսված ցուցանիշը 24.7%-ով կամ 1.5 միլիարդ դրամով։ Մուտքերի բարձր մակարդակ է գրանցվել նախարարության կողմից կիրառված պատժամիջոցների դիմաց գանձված գումարների գծով, որոնք կազմում են 2.3 միլիարդ դրամ եւ գրեթե 1.1 միլիարդ դրամով կամ 98.8%-ով գերազանցում են ծրագրված ցուցանիշը եւ 997.6 միլիոն դրամով կամ 78.6%-ով նախորդ տարվա փաստացի ցուցանիշը, պայմանավորված հիմնական պրոբացիայի ծառայության կողմից գանձված տուգանքների աճով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է շահառուների թվաքանակի աճով։ Ապրանքների մատակարարումից եւ ծառայությունների մատուցումից մուտքագրված եկամուտների գումարը կազմել է 5.5 միլիարդ դրամ, ինչը 161.7 միլիոն դրամով 3%-ով գերազանցում է նախորդ տարվա եւ 416.9 միլիոն դրամով 8.1%-ով ծրագրված ցուցանիշը։ Ծրագրային եւ նախորդ տարվա ցուցանիշների համատաճը պայմանավորված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցումների թվով, քաղաքացիական կայության ակտերի գրանցման գործակալության կողմից տրամադրվող փաստաթղթերի տեղեկանքների կատարողական վարույթների թվաքանակով։ Այսքանը, շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։